Հաճախ է պատահում, որ ունեն վահանաձև գեղձի խնդիր, երբ սոնոգրաֆիա են անում 3000 դրամ ուծելով, տեսնում են, որ կա խնդիր եւ նշանակում են վահանաձև գեղձի հորմոնը, բայց երբ գնում են տուն, հետո վատ են զգում, նորից նույն երևույթները, գալիս են, նորից են հանձնում, նորից են իհարկե դոզան բարձրացնում բժիշկները, բայց նույնիսկ անգամ 125 դոզայի դեպքում այդ հորմոնի իրենց ինքնազգացողությունը վատ է, նորից մաշկը չոր է, մազերը թափվում է, կա սրտխփոց, հոգնածություն եւ իրենք ընդհանրապես վատ են զգում։ Ինչ է պետք անել, սիրելիներս, իհարկե ամեն անգամ ասում եմ դիմել բժշկի մասնագետի, որովհետև այնտեղ կարող է լինել ընդամենը յոդի փոքր քանակություն ընդամենը ձեզ տալով կամ սելենի չափաբաժինն է քիչ կամ իհարկե երկաթ կամ ցինկ, դա արդեն բժիշկը պետք է որոշի, անալիզները երբ հանձնում եք, տեսնի ինչ չափաբաժնով։ Սիրելիներս, այդ դեպքում ձեր ինքնազգացողությունը կլավանա, դուք չեք գերանա, նյութափոխանակությունը նորմալ կլինի, իհարկե եթե կա խնդիր, եթե ուզում եք ձեր խնդիրը նյութափոխանակությունը կարգավորել, ապա զանգահարեք 010 500 560, որովհետև վահանաձև գեղձը համարվում է ձեր օրգանիզմի մատուռիկը, եթե մատուռիկը լավ չաշխատեց, ապա այդ դեպքում այն կարող է ամբողջ օրգան համակարգերի վրա ազդել մանավանդ կրծքագեղձերի եւ կանացի օրգանների, էլ չեմ ասում, որ կսկսե նյութափոխանակության վատացում եւ գիրացում։